Հանրապետության օրհներկով Շիրակի մարզի, Արցախի և Ջավախքի դեռահասների միասնական քայլերթով մեկնարկեց Հայաստանի անկախության և ընտանիք մանկապատանեկան և ստեղծագործական կենտրոնի գործունեության 25-ամյակներին նվիրված միջոցառումը։ Միջոցառմանը ներկա էին այն մարդիկ, ովքեր մեծ ներդրում էին ունեցել կենտրոնի կայացման և զարգացման գործում։ Տնօրենության նախաձեռնությամբ ի նշան հարգանքի ընտանիք մանկապատանեկան և ստեղծագործական կենտրոնի բակում բացվեց երախտագիտության հուշակոթող։ Հուշակոթողի բացման պատիվը ներկայացնել մեր առաջի բարերար, բոլորս ենք հիշում Հայ Ուրասիբշին նախագծաշինարարական կազմակերպության գլխավոր տնօրեն Լեոնիդ Լազարովիչ Պալոնսկուն, ով իր տիկնոջ Նատալիա Ստեփանովնայի հետ հատուկ ժամանել է Սանկտ Պետերբուրգից և հուշակոթողի բացման պատիվը նաև տրվում է մեծ բարերար, ֆրանսիահայ վաստակավոր շինարար, ընտանիք կենտրոնի շինարարական ծրագրերի համակարգող պարոն Մատոսյանին, համեցեք պարոն Մատոսյան։ Այնուհետ հյուրերը ներկա գտնվեցին հոբելյանական ցուցահանդեսի, վերելակի շահագործման, հայոց այբուբենի խորաքանդակի և այբուբենի դասարանի բացման հանդիսավոր արարողությանը։ Ընտանիք կենտրոն առաջին անգամ եղել եմ մի քանի տարի առաջ, զարմանում եմ, որ տեսնում եմ, թե որքան տարբեր ծրագրեր են զարգանում այստեղ։ Ես ինքս շատ մեծ տեղ եմ տալիս հաշմանդամություն ունեցող երեխաներին և կարծում եմ, որ այսօր այս վերելակի բացումը շատ լավ նախաձեռնություն էր։ 25 տարի առաջ մենք բացեցինք այս կենտրոնը, շատ ուրախ եմ, որ այն ծաղկում և զարգանում է։ Այստեղ ինտուզիազմով լի մարդիկ են և շատ հաճելի է տեսնել ժպտացող երեխաների։ Ընտանիք մանկապատանեկան և ստեղծագործական կենտրոնի կատարած գործն ակնառու է, ծրագրերը շատ են և արագ կյանքի են կոչվելու։ Այս մասին խոսեցին նաև կենտրոնի բարերարները պարգևների հանձնման ժամանակ։ Այս պահին մենք ունենք 8 դասասենյակ և 12 արհեստանոց։ Հույս ունեմ, որ ապագայում կվերանորոգենք ևս 3 դասասենյակ, 3 արհեստանոց և 1 սպորտ դահլիճ։ Մենք այսօր տոնում ենք մի կենտրոնի 25-ամյակ, որը ամուսիններ Արթուր Մինասյան և Քնարիկ Արոյանը հիմնադրեցին, գաղափարը նրանցն էր, և այդ գաղափարի շուրջ կանգնեցին բարի մարդիկ, և այդ գաղափարը այսօր կյանքի է կոչվի և դարձել է տարածաշրջանի մի հզոր կենտրոն։ Իրականության ոլորտում ներդրած մեծ ավանդի համար և ընտանիք մանկապատանեկան կենտրոնի հիմնադրման 25-ամյակի հոբելյանի կապակցությամբ պարգևատրվում է կենտրոնի տնօրեն Արթուր Ռաֆիկի Մինասյանը։ Առավել քան հուզված էին ընտանիք մանկապատանեկան և ստեղծագործական կենտրոնի ղեկավարները։ Անձնվիրաբար աշխատող մարդիկ պատասխանատվության մեծ զգացումով խոստացան անել հնարավոր ամեն ինչ կենտրոնի պատիվը բարձր պահելու համար։ Կենտրոնը ոչ միայն մասնագիտական կրթության, այլ նաև հոգևոր, ֆիզիկական և ռազմահայրենասիրական դաստիարակության կենտրոն է։ Սիրելի բարեկամներ, կենտրոնի նվաճումները բազմաթիվ են, որի խոսում գրավականն է այսօր, դուք տեսաք մեր կայացած ուսումնական հաստատությունը։ Պայքարեց, ստեղծագործեց և հազարավոր երեխաների դաստիարակեց։ Իսուս չի ասված, արությունը կփրկի աշխարհը։ Այո, փրկելու անկոտրում հավատով, անկախ ազգությունից, երեխաների կրթության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով համախմբեցին ընտանիք կենտրոնի բարերարները և այսօր բոլորս ականատեսն ենք այդ գործունեության։ Լուսնե Պողոսյան, Արագ Յուրեղյան, Հովհաննես Խաչատրյան, Օրագիծ։